Այսօրվա մեր հյուրն է Աշոտ Սիմոնյանը, Սյունիքի և Վայոց պատմության գրքերի հեղինակ։ Պարոն Սիմոնյան, ինչպես պատահեց, որ սկսեցիք պատմությամբ զբաղվել և պատմական գրքեր գրել։ Մանկական տարիներից ես շատ էի սիրում գիրք կարդալ, ընթերցող եմ եղել, իմ հետաքրքրությունները եւ գեղարվեստական գրականությունն ա եղել, եւ պատմությունը, եւ հատկապես հայոց պատմությունը։ Բայց ես երբ որ մասնագիտություն եմ ընտրում, ես սովորեցի Երևանի ժողովրդական դեսյան ինստիտուտը, ընդունվեցի, ավարտեցի, բայց միշտ էլ այդ ընթերցանության սերը միշտ եղել է։ Տարիներ անց, երբ որ սովետական կարգերը վերացան, Հայաստանը անկախություն ստացավ, այդ ժամանակ Երևանաձորի դպրոցներից մեկում մրցույթ էր, եւ այդ մրցույթի մասնակցեցի որպես պատմության ուսուցչի տեղ եւ անցա, բայց երբ որ ուզում էի դասավանդել երեխեքին, տեսա, որ մեր ամբողջ այդ դասագրքերը գեղեցիկ է այդ սովետական շրջանի եւ սկսեցի այդ ժամանակ մամուլում շատ քիչ քանակությամբ, բայց արդեն սկսել էի տպագրել մեր Հայաստանի պատմության, իսկական, ասենք, իրական պատմությունը, հատկապես առաջին հանրապետության շրջանի եւ մեծ հետաքրքրությամբ ես դրանք կարդում եի եւ դրանք փորձեցի կոնսպեկտավորել եւ երեխեքին այդպես մատուցում էի, դասերի տալի, ինչպես նաեւ Խթարյա միաբանության տպագրված, Վենետիկում տպագրված պատմության գրքերով եմ դասավանդել 2 տարի։ Իմ չնայած պատմության որպես ուսուցչի աշխատանքս ինձ չբավարարեց եւ ես դուրս եկա։ Ստեփացի քանի որ գլխավոր պատճառներից մեկը, որ դասագրքերը այդ ժամանակ դեռևս չկային, նոր դասագրքեր, իսկ ին սովետական դասագրքերով ես չէի ուզում պարապեմ, իսկ երեխեքի համար այդ մեթոդները, այդ կոնսպեկտավորումը, դրանք շատ դժվար էին եւ կարելի ասել իմ ուսուցչությանը չստացվեց որպես ուսուցիչ։ Շատ տարիներ անց ես պատահեց, որ Երևանում էի ապրում, 5 թվականին արտասահմանից երբ որ եկել էի, ես նորից սկսեցի գրադարաններում, արխիվներում սկսեցի կարդալ, գրել մեր Վայոց ձորի պատմության մասին տեղեկությունները։ Առաջինը, որ միտքը ունեցա գրեմ, այդ պատմությունը հավաքեմ, դա մեր գյուղի, Արենի գյուղի պատմությունն էր, որի աշխատանքների ընթացքում մոտ 2 տարի աշխատեցի արխիվներում, գրադարաններում, հավաքեցի այն ամեն ինչ որ կար այդ գյուղի մասին, եւ տեսա, որ իմ հավաքած նյութերը շատ են, ոչ միայն մեր գյուղը նոր շրջանի պատմություն չունի, այլև Վայոց ձորը ընդհանուր կարելի ասել, այս նոր շրջանի ժամանակաշրջանի պատմություն չկար։ Եվ իմ երկրորդ գիրքս փաստորեն այդ հավաքած, որ չմտավ այդ առաջի գիրքի մեջ, ես առաջի գիրքս սա է։ Սա տպագրվեց 2008 թվականին Երևանում, քանի որ այդ հավաքածս նյութերը շատ ավելի շատ էին եւ ամբողջ Վայոց ձորի վերաբերյալ, պետք էր նոր գիրք տպագրել, որպես այդ հավաքածս նյութերը, այդ պատմությունը Վայոց ձորի վերաբերյալ լիներ եւ 3 տարի։ Որ Արենին սկզբում անվանվել է։ Ասեմ, որ Արենին 1946 թվականին վերանվանվել, սկզբնապես մինչև այդ կոչվել է Արփա։ Հին Վայոց ձորի, Սյունիքի ընդհանրապես հնագույն բնակավայրերից, նույնիսկ կենտրոններից մեկն է եղել։ Եվ հաջորդ գիրքս 3 տարի արդեն աշխատել եմ Վայոց ձոր 20-րդ դարի քարոզիներում։ Սա հիմնականում ընդգրկում է Վայոց ձորի 1917-21 թվականի գոյապայքարի իրադարձությունները, ժամանակը, ճիշտ ասած վերնագիր հիմա ինձ թվում է այնքան էլ ճիշտ չեմ դրել։ Երևի ոչ պրոֆեսիոնալ աշխատելու հետևանքներից մեկը այն է լինում, ինչ որ ցանկացած ասեն գրքի վրա աշխատելուց ես ունենում եմ շատ ավելի շատ նյութեր, փաստաթղթեր, որոնք չեն տեղավորվում դե փաստորեն դրանց ոնց ասած տեղավորելու համար ստիպված եմ լինում նոր հաջորդ գրքի վրա աշխատել, սա արդեն չընդհատվելու բան է, էլի ստացվում է որ։ Բայց ինչ կանվանեիք, եթե ոչ Վայոց ձոր։ Վայոց ձորի 1917-1921 թվականի գոյապայքարի պատմություն։ Սա այնա որ շատ գավառներ, մարզեր ծորադրությամբ էլ չունեն, բայց ես այդ ժամանակ արել եմ եւ 300-ից ավել մամուլի հրապարակումներ կային ժամանակ մեր Վայոց ձորի մասին, 100-ավոր շատ ավելի արխիվային նյութեր, սփյուռքում հրատարակված կամ եւ հիմնական մասը, բայց կազմում է տներում Վայոց ձորի որ նախկին արդեն այդ մարդիկ չկան, մատենադիրներ, որոնք մեծ մասամբ գաղտնի թակուն գրել են Վայոց ձորի իրական պատմությունը, բայց սովետական շրջանում ոչ միայն դրանք չէին կարող հրապարակել, այլև երբ որ հրապարակ անեին, անմիջապես կարող էի բանտարկվել։ Այդ ձևի իրական պատմությունն են գրել, որոնք կոմունիստական այդ գաղափարաբանությանը հակադիր ճշնամական բաներ եւ բնականաբար այդ չէին հանդուրժի սովետական իշխանությունները, այդ մարդիկ թակուն, բայց ուզեցել են իրական պատմությունը գրեն, թողնեն մեր սերունդներին եւ գրել են ու մինչեւ հիմա էլ դրանք պահպանվում են եւ կարացել են տարբեր տարիների որոնումներով գտնեմ դրանցից են գայությունները, իրադարձությունների պատմությունը հավաքեմ ու դնեմ այս գրքի մեջ։
Որն եք ավելի կարևորում եւ ինչ թեմաներ եք լուսաբանել։ Մեծ աշխատանքների ժամանակ որոշակի պատահական թյուններ ա եղել, ասեմ ինչ համար, օրինակ հիմա ես երրորդ գիրքս որ տվագրեցի, սա Ռուբեն Աբրահամյան, Վայոց ձորի ամենանշանավոր, ամենամեծ գիտնականն ա եղել, իրանագետ, լեզվաբան, ինքը ծնվել է Գնշիկում, բայց իր արմատներով Վերնաշեն գյուղից է, էլի։ Կներեք մի հարց կարելի է։ Ինչու է ազգանը գրվում Աբրահամյան։ Սա բանը, այս իմ գրքերի մի քանիսը դասական ուղղագրությամբ է։ Սա դասական ուղղագրությամբ է, դեռ ուրիշ հարց կա, որտեղ սփյուռքահայեր այստեղ շատ են կապված էլ այս գրքի հետ, իրանք չեն ցանկանում էլ, այս մեր արևելահայ ուղղագրությունը իրանք չեն ուտում, բավականին այնց իրանց համար խորտ է, ես էլ կողմնակից եմ, որ հայ լեզուն բանը մի ուղղագրություն ունի, այդ սովետական շրջանում են էլի փոխել, մինչև 20-ական թվականները եղել է այսպես, հետո տարբեր դրդապատճառներով փոխվել է ներկայիս ասենք ուղղագրությունը։ Ուրեմն իր հեռավոր ազգականը պարսկահայ ծագումով վերնաշենցի Մարգարիտա Թովմասյան, շատ հայտնի մի հատ իտալացի նկարիչ, քանդակագործի կին էր, ինքը իր հետ կապված նույնիսկ անձնական հուշեր կա, որ էլ դրել եմ ստեղ, ինքը ցանկացավ ես, նաև ֆինանսական ամբողջ իր հարցերը լուծեց։ Ինձ համար շատ հազվագյուտ էր, որ ես գրքերը շատ դժվար եմ տպագրել, հատկապես ֆինանսական կողմը։ Ես երկրորդ գիրքս օրինակ հիմա 1 միլիոն դրամ պարտքով տվել եմ, տպարանի պարտի եղել, մի կերպ վաճառել եմ, այդ պարտքը տվել եմ։ Ֆինանսական հարցը ամենացավոտ հարցն է այս իմ աշխատանքների մեջ, էլի, որտեղ աշխատում եմ տարիներ շարունակ եւ ոչ մի եւ իշխանությունների կողմից եւ նաեւ այդ մեծահարուստների վայոց ծոցի շատ չնչին հետաքրություն կա էլի այդ հարցով, ասենք օժանդակելու բանը։ Եվ այս կինը որ ուզեց, ասենք, այստեղ իհարկե թերություններ կա, բան կա, չեմ ուզում էլ այդ երկարացնեմ խոսքս, ոսկով ես էլ 12 թվին տպագրեցի, արդեն իմ թեմաները պատահականությամբ ինչ որտեղ է նաև տրամաբանորեն, որ Վայոց ձորի պատմությունը շատ խիստ կապակցված է Զանգեզուրի պատմությամբ, որ այսօր կոչվում է Սյունիքի մարզ։ Զանգեզուրի պատմությանը ես բնականաբար զբաղվում էի նաև այդ պատմությամբ, իրանց պատմությամբ, քանի որ շատ խիստ կապակցված է, հատկապես 20-րդ դարի պատմությունը։ Եվ ես արխիվում իմ աշխատանքների ընթացքում Զանգեզուրի հրամանատարներից մեկի Խաչատուր Վանիցյանի դատական գործն էի գտել, շատ հարուստ, շատ մեծ տեղեկություններով դատական գործ, եւ փորձում էի ես փորձեցի հոդվածով հրապարակել, բայց այդ ամսագրի խմբագիրը, որ ինձ նախորդ խոստացել էր, նույնիսկ ինձ խնդրել էր, ասել էր նման հոդված եթե կլինի, ծավալից ուղղակի խուսափեց, ասեց այդ ծավալով չեմ կարող այլ այդ ամսագիրը տպել։ Զանգեզուրի գոյամարտի հերոս Խաչատուր Վանիցյան։ Հրապարակվել է 14 թվականին։ Իմ ընկերներից մեկը այն ժամանակ Ափանի երկայնական թանգարանի տնօրեն Սմբատյան Գրիշան ինքն էլ այս գործով զբաղվում, բայց Ափանի շրջանը Զանգեզուրի մի քիչ ինքը իրանց այն ժամանակվա մարզպետին ասել էր, որ խոսել էին իրանց պատմության մասին, մեր մոտ անհավանական մի բան է, էլի Վայոց ձորում մարզպետը նստի, ինչ որ մեկի հետ մեր պատմությունից խոսա, մեր մշակույթի նման մարզպետ մենք չենք ունեցել։ Ես համարյա բոլորին գիտեմ, նման մարզպետ մենք չենք ունեցել։ Վերջը, այս մարդը բանը Սուրիկ Խաչատուրյան, որ շատ փնորված ազնվորություն է, բայց ինքը բավականին մեծ հետաքրքրություն ուներ պատմության հանդեպ, իրանց մշակույթի, դասիպով մարդ է, եթե ասենք մեր խոսակցական բանով ասենք, եւ ինքը խոսում են այս մարդու մասին, որ իր միջալուց կիսանդրին ինքը նախորդ Գորիսում կանգնեցրել է իրանց։ Ասում են Սմբատյան Գրիշան ինքերս ասում է, ես իրան չեմ ճանաչել, ասում է, որ բանը մի ընկեր ունեմ Վայոց ձորում, որ այդ մարդու մասին մեծ նյութերն է շատ։ Դավիթից հանդիպեցինք, ասեց ես տպագրում եմ, էլի դու պատրաստի ավարտին։ Արեցի բավականին լավ տպարանում, զանգակ տպարան, այն մնացածները շատ էժանակին, անորակ տպագրությամբ հայտնի տպարաններ եմ, էլի տպել, ստիպած, որտեղ ֆինանսները շատ ներված են եղել։ Եվ իրանք զանգակ տպարանում բավականին լավ որակով, բան այդպես պատրաստեցին, տպեցին։ Հաջորդ գիրքը այն նախորդ աշխատանքներից մնացած նյութերը շատ կար։ Ուրեմն 1930-31 թվականների Վայոց ձորում շատ կարևոր իրադարձություններ եղել, երևի սովետական միության ընդհանուր մասշտաբով ամենամեծ հակակոլխոզային շարժումները, ապստամբությունները եղել է Վայոց ձոր, նաև Նախճիվանն անկրկել։ Սա երկու տարիների իրադարձություններ է, 1930 եւ 31, դրա համար առանձնացրել է։ Իմիջիայլոց սա թեմայով
բավականին բարձր գիտական կոչում ունեցող մարդիկ հայտնի պատմաբաններ են զբաղվել, բայց քանի որ, չգիտեմ, իրանց բազան եղել ամենակ այդ արխիվներում, որոնք ՉԿ-ի ԲՔՎ կամ այսօրվա խոսքով ասած KGB-ի հաստատություններն ա եղել, իրանք փաստորեն դրանց կարծիքը դրել են իրանց գրքի մեջ։ Հիմա ստեղ կա մի 170 մեջանոց գիրք, հա, բայց իրանք այդ երկու թվականները խառնել են։ Ես էլ ծնվել եմ այն մարդկանց շրջապատում, որտեղ այդ շրջանի պատմությունը թարմ ականատես մարդիկ են եղել, տատերը, բան, տենց էլի, այդ մարդկանց հետ այդ պատմությունը ես լսել եմ մանկական տարիներից։ Այս շատ կարևոր դեպքեր ա եղել, մեծ զոհեր են ունեցել այդ շրջանում, բան, ասենք, մեր գրեթե բոլոր վայոց գործիչների ոնց որ ընտանեկան պատմության մասը ա եղել։ Եվ այդ դեպքերը ինձ համար, ասենք, անմիջապես ես հասկանում եմ, որն է ճիշտ, որն է սխալ, բացի այդ որ արխիվներից KGB-ի արխիվ ասենք, էլի, ասենք ԲՔՎ-ը այն ժամանակ կոչվել, ՉԿ, դրանց այդ որ այդ արխիվները բերեցին պատմության արխիվ, արդեն թույլատրվեց նաև պատմություն ուսումնասիրողներին, որ նայեն, եւ ես այդ արխիվներից ու նաև դներից էլ են դարձյալ տնից այդ արգելված այդ ճշմարտությունն են ուզեցել գրել, մաթեմատիկ ասենք, Վայոց ձորի մաթեմատիկների թաքցված արխիվներից հավաքել եմ այդ ամբողջ նյութերը այս գրքի մեջ դրել։ Հաջորդ գիրքս Մակվեցին Նեսրով մի Վայոց ձորում Սյունիքում եղել է, ինքը մասնակցել է այդ իրադարձություններին կռիվներին 20 թվականի դեկտեմբերից սկսած։ Բայց մինչև ինքը մեր ընդհանրապես հայ ազատագրական պայքարի առաջին մարտիկներից է եղել։ Դեռևս 1890-ականների կեսերից ինքը մտել այդ պայքարի մեջ, դեպի Արևմտյան Հայաստան ա գնացել, այստեղ մենք իր նկարը ինքը կանգնած է Արամ Մանուկյան, նույնիսկ Արամ Մանուկյանի իշխանը, բանալի իշխանը հայտնի հայդուկապետեր են եղել, նույնիսկ նրանք Իրանից ավելի ուշ են մտել էլի այդ պայքարի մեջ, ինքը շատ ավելի երկար, շատ համեստ, շատ հայրենասեր անձնավորություն եղել, հետագայում անցել Պարսկաստան, մահացել, իր մասին տեղեկություններ իհարկե շատ բավականին ունեի, իմ գերներից է ստացա չհրապարակված նյութեր, սա այս գրքի կեսը ընդհանրապես որևէ մեկը չի հրապարակել։ Սրանք էլ են ջալոց, ինչ որ ասում եմ, մեծ մասը դարձյալ առաջի տպագրվածն է, այդ չի որ մի 10 մարդ կամ 1 մարդ ինձ տպագրել է, ես եմ տպագրել։ Մեծ մասամբ սրանք նոր նյութեր են, սրանք առանձնից, որովհետև նոր նյութեր են։ Սա կեսն է, այս գրքի կեսն էլ դարձյալ նոր նյութեր է, չհրապարակված։ Նյութերի մի մասը դասական ուղղությունությամբ է, ես էլ տենց կազմել փորձեցի, քանի որ դրա հասցեատերը նաև թուրքահայեր են, էլ եմ ասում, փորձեցի այդ ձևը անել, էլի դասական ուղղությամբ կազմել։ Այս 23 թվին եմ տպագրել, դարձյալ ասեցի, որ Սյունիքի պատմության երկար Զանգեզուրի պատմության համարյա Վայոց ձորին հավասար դեն զբաղվել են, եւ հաջորդ գիրքը մի պարսկահայ ընկեր կար, Աղասի Ազիզյան, բանն ապրում, հիմա Անգլիայում ապրում, բայց ստեղ էլ ապրում, ընդեղ էլ գնալիս է։ Իր այդ որոշեցին կարևորել այս մարդու պատմագրական աշխատանքները, ըստ իհարկե նոր նյութեր կան, բայց մեծ մասամբ այս մարդու մամուլում, սփյուռքի մամուլում սրի տված հարյուրավոր հոդվածներ ստեղ հավաքել են, որոնք շատ կարևոր պատմագրական վկայություններ են 1917-1921 թվականի իրադարձությունների եւ Վայոց ձորի եւ Զանգեզուրի պատմության։ Որոշեցինք այս գիրքը հրապարակենք, որպեսզի պատմաբանները, որ այդ շրջանով զբաղվում են, կարողանան իրանց ձեռիտակ ունենան եւ այդ փաստերը, կարևոր փաստերը, առանց որոնց մեր պատմությունը այնքան ճիշտ չեն շարադրել եւ շարադրել միջև հիմա, որ իրանց ձեռիտակ լինի, սրանք ուղղակի շանտեսեն էս իրական կարևոր։ Հա, ես ինքնա իր դիմանկարն է Զաքարիլյան, իրան ընտանիքը թորները հիմա Ամերիկայում են ապրում։ Ես կազմող այդ գործընկերոջս էլ ինքն էլ ֆինանսավորել է։ Հաջորդ գիրքը էլ որ հələ նոր ազդօրինակ վերցրել եմ նաև, հələ այդ տպականակը տպարանում է, դիվերսիոնալ էլի։ Ուրեմն Սյունիքի 1917-1921 թվականի գոյապայքարի հուշամարտն անկոչում ներդիրով հանդերձ 1110 էջանոց գիրք է, այսպես առաջի երևի գայլասիլ գիրքս, որ պրոֆեսիոնալ դեճադրվել է, ձևավորվել է, այս բան իհարկե դրանք բոլորը ֆինանսների հետ կապված, հովանավորը եղել է ուրեմն Գորիսի քաղաքապետը, իր հայրը, որ շատ էլի իրանց Գորիսի պատմությամբ շատ նախանձախնդի, շատ էլի տասիկ բառ ասենք էլի, որ ի տարբերություն կարելի ասի մերոնց, որ շատ իրան շահագրգիռ են, հետաքրքրում են իրանց պատմությամբ, եւ իրանք գործը ֆինանսավորել են բավականին մեծ գումար, չեմ ուզում ասեմ, շատ մեծ գումար, քանք տպագրություն է, այլ եւ թուղթը, եւ օրագը, եւ ես էջադրողին ընդհանրապես փող չեմ տվել, ասենք, այս գիրքը, չգիտեմ, էլ ասենք մի քիչ պոլիգրաֆիկ, ասենք, հարցին
իմացող մարդը, երբ որ նայի, հսկայական տարբերություն կա, ասենք այդ էջատրումը, ձևավորումը, այլ նաև թղթի, ասենք ընդրությունը թանգարանստու։ Խոսքով իրանց շնորհիվ այս կարևոր գիրքը տպագրվեց նաև բարձր որակով։ Շնորհակալ եմ, այդպես էլի գրքեր կա, որոնք անավարտ են, կիսավարտ են, հիմա ունեմ հավաքած մի քանի գրքեր, եւ մի քանի կիսավարտ, եւ Վայոց ձորի պատմության վերաբերյալ եւ նաև Սյունիքի վերաբերյալ, Զանգեզուրի պատմության վերաբերյալ ունեմ դարձել գրքեր, որ դիտավորվեն։ Որոնք են Վայոց ձորի պատմության այն ժամանակները եւ իրադարձությունները, որոնք քիչ են լուսաբանվել հայ պատմագրության մեջ։ Դրանից հայոց պատմությունը ի տարբերություն շատ այլ ժողովրդների պատմության քաղաքակիրթ ժողովրդների մասին է խոսքը, աչքի անգամ իր խզվածությամբ, այսինքն ժամանակներ կա մի քիչ լավ լուսաբանված է, հետո դարեր արյուն, դարաշրջաններ, որոնք գրեթե ոչինչ չկա, պատմություն չունեն։ Շատ ցավալի է, դա կապված է մեր ժողովրդի ողբերգական անցյալի հետ, ողբերգական պատմության հետ, ասենք վերցնենք, եթե մենք խոսում ենք Սյունիքի պատմության մասին, Սյունիքի, Վայոց ձորը, ես որ ասենք շատ բան ասում ենք, դե հասկանանք որպես Սյունիք, որտեղ պատմական Սյունիքը ներառել է նաև Վայոց ձորը եղել է պատմական Սյունիքի գավառներից մեկը, որը շատ կարևոր կենտրոնական գավառ, քանի որ Սյունիքի կենտրոն, մայրաքաղաք նույնիսկ, ասենք համարվել է երկար դարեր Եղեգիսը, նույնիսկ միջնադարյան մատենագրության մեջ կա քաղաքամայր Եղեգիս, այդպես երկար ժամանակ է եղել է Եղեգիսը, կարճ ժամանակ նաև Արենի, հին Արփա գյուղը, ասենք երկու կենտրոն Սյունիքի թագավորության, իշխանության եղել է ուրեմն Վայոց ձորում, այսինքն Վայոց ձորը եղել է Սյունիքի շատ կարևոր գավառը։ Ուրեմն Ստեփանոս Օրբելյանը փորձել է իր գրքում հավաքել իր անցյալի վերաբերյալ ինքը ինչ որ կարեցել է, հասանելի է եղել իրան, եւ իր գիրքը հրապարակել է ինքը, քանի որ մահացել է 1304 թվականին, չէ՞, ուրեմն իր այդ պատմությունը շարադրված է մինչև 1300-ական թվականներին, չէ՞, 14-րդ դարը։ Դրանից հետո մինչև 19-րդ դար կարելի է ասել Վայոց ձորի մասին տենց նորմալ ուսումնասիրություն, պատմություն գրեթե չունեն։ Մեր իհարկե որոշակի աղբյուրներ կան, ասենք այդ Վայոց ձորում գրված մատյանների հիշատակարանները, դիմագրերը, բավականին շատ մեծ դիմագրական ժառանգություն ունի Վայոց ձորը, Սյունիքներ, բայց դրանք, ասենք, իմի բերել, դրանց հիման վրա պատմություն շարադրել, դες համարյա չկա դες գիր։ Եվ մեր բախտը բերել է Վայոց ձորցիներից, որ 1870-ականներին պատմություն սիրող շատ ինքը բժիշկ ա եղել, Քաջբերունին, ինքը ծննդով իջևանցի է, բայց նշանակվել է այդ ժամանակ Վայոց ձորի եւ Շարուրի այդ ժամանակ կոչվել է Շարուր Դաղալաջազի գավառ։ Կենտրոնը եղել է Պաշտոնաշենը Շարուրում, հիմա Նախճիվանում։ Ուրեմն սա մի շատ եւ գրեթե պրոֆեսիոնալ պատմաբանի դիմագրագետի նման կարացել է Վայոց ձորի այդ դիմագրերի մեծ մասը վերցանել եւ դրա եւ նաեւ անցյալի այդ Ստեփանոս Օրբելյանի գրքի եւ նաեւ անցյալում քիչ թե շատ այդպես դրուսիկ Վայոց ձորի վերաբերյալ հոդվածներից վերցնել եւ պատրաստել է հոդվածաշար պատրաստել կոչվում է ճանապարհորդական նկատողություններ, դիտողություններ եւ դեռ հոդվածների ձևով է տպագրել արձագանք, Արարատ ամսագրում, փորձ Տիֆլիսյան եւ մտել Արարատը տպագրվել է Աչմիածին։ Ստե իր այդ Վայոց ձորի այդ եկեղեցիների, յուղացիների, յուղերի մասին շատ կարևոր տեղեկություններ, պատմություններ տալ իր գրքում։ Սա այս գիրքը հոդվածաշարը 2003 թվականին այս Ակադեմիայի ազգագրության հնագիտության ինստիտուտի մի քանի աշխատողներ հավաքել են ու գրքի ձևով տպագրել են։ Այսինքն Ստեփանոս Օրբելյան, հետո պետք է ասենք Քաջբերյունու անուն տանք, էլի։ Այնտեղ իհարկե Սարգիս Հասան Ջալալյան arczepiskopos ա եղել, որ էլ ստորագրությունի հայս 1872 թվականին հրապարակած գրքում շատ մակերեսային այնտեղ իր Վայոց ձորի վերաբերյալ իր այդ գրած նույնը Քաջբերյունից հետո Վայոց ձորին անդրադարձել է Երվանդ Լալայանը ազգագրական հանդեսում ու մի քանի օդի դարձյալ հոդվածների ձևով գիրք Վայոց ձորի վերաբերյալ պատմության հետ նոր շրջան գրեթե չի եղել, ասեցի, այդ Քաջբերյունից հետո կարելի ասել մնացածը կրկնել են իրան, գրեթե չկա։ Եվ իհարկե այդ սովետական շրջանի մասին մի շարք տենց մակերեսային ու տենց
կոմունիստական հարաբերության հիման վրա այտենց ջերմուկի մասին բան կա, դրանք արդեն չեմ էլ ուզում հաշվել, որովհետև էականորեն բան չի էլի փոխվում։ Եվ երբ որ ես սկսեցի այս գործով զբաղվել, տեսա այդ պատկերը ինձ համար այն ժամանակ բարձ դարձավ։ Մինչև այդ ես քանի որ այդքան չէի խորացել այդ հարցերում, գիտեի թե ամեն ինչ լավ է, էլի, ամեն ինչ լավ է, ամեն ինչ ունեն, բայց տեսա որ պատմություն չունի։ Իմ առաջի գրքի այդ ժամանակ արդեն զգացի որ պատմություն չունի։ Կան լիքը տներում, մեշոկներով, պարկերով ես այդ ուշադրություններ, ասեմ մատյաններ, որ մարդիկ գրել են վախվախած բան։ Դրանք տներում պահվում է, մի մասը երևի արդեն ոչնչացվել է, այդ չի որ բոլորը պահել են։ Եվ տեսա որ չկա, եւ ոնց որ արդեն պարտադրվել ինձ այս գործը անել։ Բայց այդ կարիքը, այդ պատմություն չունենալու այդ հարցը ինձ ոնց որ դրթեց որ պիտի անեմ այդ գործը, զբաղվեմ ինչքան որ կարող եմ։ Ոնց որ հետո էլ Սյունիքով Զանգեզուրում արդեն զբաղվեցի։ Այդպես ստացվեց այս 9 գիրքը որ տպագրել եմ, բայց անտիպ էլի ոնց որ ասեցի էլի շատ կա։ Այո, ձորի վերաբերյալ եւ Զանգեզուրի։ Դուք բնիկ Արենիից եք, չէ՞։ Ես ծնունդով Արենից եմ, իմ հորական կողմի նախապապերը դեռևս Պարսկական տիրապետության շրջանում եկել են Նորքից, Երևանի Նորքից, մայրական կողմը, տատերից կողմը մեծ մասամբ բանից են, Խաչիկից տատ կամ նախատատուն եմ, Աղավնաձորից, ասենք, բանը հորական տատից, ասենք, Նախճիվանի Բադամլի Օձոկ գյուղից է, խոսքով, ասենք, կարելի ասել բնիկ եմ, այդպես։ Նաև այսպեսի մի հարց. ինչպիսին է եղել Արենիի դերը միջնադարյան Սյունիքի պատմության մեջ։ Ես ճիշտ ասած արդեն Facebook-յան որ մի քանի հրապարակումներ ունեմ, ես հնագիտությամբ էլ շատ սիրում եմ, մասնագետ չեմ, բայց բախտս բերել է որ ծանոթ մոտիկ եմ եղել մի քանի հայտնի պատմական հնագետների հետ, եւ իրանց հետ սիրել եմ, էլի ճամփորդել եմ, այս Վայոց ձորը, ամբողջ գրեթե բոլոր գյուղերը, արդեն իրանց հետ միասին, ասենք, բանը մեկ էլ իրանց խոսքն են լսել մեկնաբանությունները շատ եմ սիրել, ինձ այդ դուրայդել նաեւ եղեի եսը, ես այստեղ Արենի մասնակցեցի, ուրեմն Արենին է, դա իրանց հետ անում եկել, եւ ուրեմն Արենի դերը, ասենք, Օրբելյանի ժամանակ 1273 թվականին, երբ որ մահացել է Օրբելյան ամենահայտնի ամենազոր իշխան Սմբատ Օրբելյանը, նույնիսկ իրան արքայի կոչում են տվել, արքայի կոչում են ունեցել, իր գերեզմանի վրա նորավանքում կա Սմբատ արքա։ Սուրբ Գրիգոր Մատուր եկեղեցում են վերի հատվածում, իր տապանակալն է եւ գրած է Սմբատ արքա։ Ոչ մի ուրիշ իշխանի այդպես կոչում չեն տվել։ Եվ ինքը միջև այդ իշխանության կենտրոնը Սյունիքի, ամբողջ Սյունիքի եղել է Եղեգիսը։ Եղեգիսն է եղել։ Սմբատը իհարկե մահանում է Թավրիզում, դեռ ինչ որ ճանապարհի ժամանակ, դեռ ժամանակ հայկական իշխանությունները իսկական ընդհանրվել են մոնղոլական իշխանությունը, որի կենտրոնը մի իշխանության, որի կենտրոնը եղել է Թավրիզը։ Ինքն դեռ ինչ որ գործերով անում եւ մահանում է, վերում են թաղում են նորավանքում։ Իրան փոխարինում է իր մյուս եղբայրը Տարսահիչ Օրբելյանը, Տարսահիչ Օրբելյանը։ Այդ ժամանակ նաեւ համընկնում է, որ Սյունիքի իշխանության սահմանները ընդարձակվում են եւ կարիք ազգացում, քանի որ Եղեգիսն մի քիչ խորընկած է, երբ որ Տարսահիչ 1273-ին բանը գալիս արդեն փոխարինում է իր եղբայրը, բանը Եղեգիս, ինքը կարիք ունենում ճանապարհների խաչմերուկում գտնվող մի հատ նստավայրի, մի իշխանական կենտրոնի, որպեսզի կարողանա իր այդ նոր իշխանության գավառները կառավարի։ Եվ ընտրում է ինքը Արփա Ավանը։ Այդ ժամանակ այդ հին Արենին գիտեք, այդ եկեղեցին հին կա, որ բարձունք է։ Արենին ժամանակ ավելի շուտ Արփան այն ժամանակ գտնվել է այդտեղ։ Հիմա այլ ավերակներ կան, չնայած գերեզմանոց են սարքել, մեծ մասամբ ավերել են։ Եվ դեռ ինքը կառուցում է պալատ ու տեղափոխվում է այդտեղ։ Ինքը նաև ասենք իր տղան Ստեփանոս Օրբելյանը իր տղան է պատմիչը, իր պատմության գրքում որ գրում է հայրը որ մահացավ իր Արփայի պալատում, այդ կոնկրետ գրած է։ Եվ տարվեց, թաղվեց նորավանքում։ Սմբատ արքայի մոտ։ Դրանից հետո մի իրան փոխարինել է իր տղան Էլգումին փոխարինել է Բուրթելի իշխանությունը հասնում է մինչև 1340-ականների վերջ կարծեմ, մոտ 50 թվականը։ Այդ շրջանում հայտնի է որ Արփան է կենտրոն, ամբողջ Սյունիքի։ Այսինքն շատ կարևոր իշխանանից կենտրոն է եղել Արփան։ Արփայի մասին առաջի ամենահին հիշատակությունները որ կան Վայոց ձորի բնակավայրերի մասին, դրանցից մեկը Արփան է, արփանյալ ձևով։ Առաջինը Եղիշե պատմիչն է հիշատակում 5-րդ դարում, դրանից հետո 7-րդ դարում Սեբեոս պատմիչ են գնաց, հայ պատմիչ է Սեբեոս, դարձյալ Արփանյան անունով այդպես հիշատակում է, այնպես որ ասենք Արփան կարևոր դեր է ունեցել, այդ հին Արփան տեսեք հետևի հարավային
կողմից ժայռով, հսկա ժայռով է պարսպապատված, ոնց որ բնական մյուս կողմերից էլ ասենք գետը տենց քանդած ինքը ոնց որ գտնվի մի բարձունքի վրա։ Մի կողմից արփա գետնն է հոսել, մի խոսքով ինքը բնական պաշտպանվածություն ունեցող բերդավան է եղել արփան։ Իր բնիկ իշխաններ եղել են Ախտամարյաններ, իշխան Ախտամարյաններ, բնիկ արփեցի։ Իրանց անունը դիմագրերում շատ կա եւ նաեւ Ստեփանոս Հոբերյանի գրքում, որպես արփայեցի Ախտամարյաններ իշխան արեցին։ Այդ Տարսայիջի իշխանության ու իր հետնորդների անջական իշխանության ժամանակ, քանի որ Սյունիքը ամբողջ Հայաստանի մասշտաբով էլի այդպես եղել է համատապար կայուն, խաղաղ շտեղ, հատկապես վայոց օրը։ Ուրեմն շատ իշխաններ եկել այստեղ արփայում, դրա մասին ինչ որ կա, ասել էլի, հիշատակարաններ կա, որ իրաց պալատներն են կառուցել արփայում։ Այդ ներկայիս այդ որ գերեզմանոց է սարքել։ Դրա մասին նույնիսկ Դադիվանքի հիմնագրերում կա, որ դեղի իշխանը երկու պալատ է ունեցել արփայում, որը նվիրել է նորավանին։ Մահիրյան իշխաններ կան եղել Ափանից, Կապանի շրջանի, Բաղաբերդի շրջանից, այնտեղ իրանց այդ իշխանությունը կորցնում են, դեռ ինչ-որ թուրք կամ մոնղոլ թաթարական ինչ-որ իշխաններ գալիս են, իրանք ընտանիքի մեծ մասը կոտորում են, իրանց մի մասը գալիս է ստեղ ու պատասխանվում է ստեղ։ Դե ասենք Ախտամարյանները կան, Ստեփանոս Տարսայիջ Օրբելյանի պալատը, ասենք կարևոր դեր է խաղացել, դրանից հետո արփան այնքան արդեն որ գրավել արդեն թուրքերի կողմից տարբեր կոչվող ավարարների կողմից գրավել արդեն մի կերպ ոնց որ մնացած վայոց ձորը ասենց փախեփախ մի կերպ ոնց ասած զոլային էլի գնացել իշխանական կենտրոնը դարձյալ այդ ժամանակ գալիս է արդեն 1300-ականների կեսերից արդեն նորից վերադառնում են իշխանները նստավայրը դառնում է եղեգիսն քանի որ ավելի պաշտպանված աղել դիրքը բան ավելի այնուհետև արփայի մասին առաջի 1831 թվականին, երբ որ առաջի մարդահամար ռուսական կառավարությունը անում է, որ երբ որ արևելյան Հայաստանը, այդ թվում նաև այլ ձորը Դարելագյաս ժամանակաշրջանում Դարելագյաս, մտել է ռուսական կայսրության մեջ առաջի մարդահամարը կատարվել է 1831 թվականին։ Եւ ամբողջ վայոց ձորում ուրեմն հին բնիկ հայեր են եղել, բնակվելիս եղել Խաչիկ գյուղում մոտ 100 քանի հոգի, մի 70-ից մի քիչ ավել Աղավնաձորում եւ մի 60 չափ մարդ ապրիլից եղել Արփա գյուղում։ Այդտեղ գնշիկներ այդ ժամանակ նոր վերաբնակվել էր, գնշիկում էր բնիկներ են ապրել, մի 4 ընտանիք Չիվա գյուղում եւ մի ընտանիք Միգա Եղեգիսում այն ժամանակ վերանվանել էին Ալայաս թուրքերը փոխել էին, մի հացատագործի ընտանիք է ազգ գրվել, Խալատյաններ որ չգիտեմ ճիշտ ասած ուր են դրան գնացել հետագայում։ Բայց արփան մտնում էր այդ ժամանակ կենտրոն չի եղել էլի։ Այդ ժամանակ մի հատ գյուղ կար, հիմա չկա, Հոզլջա գյուղի հասարակություն է կոչվել։ Այդ ժամանակ վարչական բաժանումները այդպես էին նահանգները բաղկացած են եղել գավառներից, գավառները գավառակներ։ Եվ այդ գավառակները բաղկացած են եղել հասարակություն, հիմա որ Արինի համայնք ասում են, սա նոր բան չէ, Արինի համայնք Եղեգիսի համայնք չէ, դուք մտնում եք Եղեգիսի համայնք։ Նույն այս վարչական բաժանում կարելի ասել վերցված է այն հունից։ Էլ 9 գյուղ, ասենք Արինիի համայնքն է, չէ՞ գտնում եք։ Ուրեմն ժամանակ մի 10 քանի գյուղ, տենց հայ թուրք գյուղեր մտել են այդ Ղոզլջայի հասարակությունը կոչվել, համայնքի դերը հասարակությունը կոչվել։ Հասարակության մեջ ապշին, ռուսերեն բառ թարգմանել են ժամանակ ապշին։ Եվ բայց կենտրոնը եղել է Ղոզլջան, բայց երբ որ 1890-ականների կեսերին Բաշնորաշենից այդ Շարուրից ճանապարհ են, Սայլի ճանապարհ են կառուցում, մինչև Նոր Բայազետ Հիմիկվա գավառ քաղաքը։ Եվ այդ ժամանակ, քանի որ արփան դառնում արդեն ճանապարհի մերձակա բնակավայր, այդ Ղոզլջայից բանը տեղափոխում են այդ համայնքի հասարակության կամ ապշինայի կենտրոնը դառնում է արփան։ Դեռ կառուցում են Հիմիկվա բանը Դիվանդանոցի կողքի շենքը, բանը Դիվանխանա է ժողովուրդ ասում, Ծարշինա կարծեմ, իրանց նեզով, մերոն կամ ավակ են ասել, տարբեր գյուղապետ նկարեզով, ոնց վերջը նստել է այդտեղ։ Արփայի Արենի դերը տենց կարևորվել է։ Հիմա էլ դες էս նոր վարչական բաժանում դարձյալ դարել է 9 գյուղերի կենտրոն։ Այդպես կարամ ասեմ, էլ Արենի, ասենք այդ հարցի պատասխանը իր դերը, ասենք Սյունիքի պատմության մեջ ասենք։ Ինչ է կարծում պատմագրության դերը, ինչ կարողությունները տալիս ժողովրդի համար։ Այդպեսի նույնիսկ գնահատական կա, որ հայ ժողովրդին, ասենք այդ կազմավորմանը շատ կարևոր դերակատարություն ունեցել
հայոց պատմագրության ծնունդը, հայ գրերի, բնականաբար դրանից անմիջապես հետո ստեղծվել է հայ մատենագրությունը, չէ՞, հայ պատմագրությունը։ Ասենք այդ 5-րդ դարը, որ կոչվում է ոսկե դար, Խորենացի, Ագատատեղոս, Բյուզան, Եղիշե, Ղազարպապեցի, չէ՞, այդ ոսկե դարն է, երբ ստեղծվեց 5-րդ դարը։ Եվ այդ ժամանակը, ասենք հայ ժողովրդի կազմավորումը, ասենք կազմավորման գործում ընդհանուր պատմություն, ընդհանուր արժեքներ, ասենք Հրանտ Մաթեոսյանը մի գործ ունի, Մեսրոպ, չէ՞, տենց է կոչվում, որ բանը, ասենք ոնց որ մի տեսակ լուսահատված, բան, ինքը շատ կարդացող մեկն է, պատմություն սիրող, պատմության բաբրող մեկն է, այդ Մեսրոպ հերոսը, դե շատ հայական է, շատ տիպական հայ կերպար է, ասում է, բանը, ոնց ասած թայր արեց մեր բարբարով ասած, բանը ասում հայ ժողովրդին, հայ ժողովուրդ չի եղել, էլի Հայաստան չեղել, Լեոն աստեղծել, Լեոն էլ է պատմական Լեոն, չէ՞, ասենք թե էլ է փորձել է այդ բանը կարևոր է, էլի պատմությունը։ Պատմությունը, ասենք ժողովրդի կազմավորման, ձևավորման համար շատ կարևոր դեր է խաղացել ընդհանրապես բոլոր, ոչ միայն հայերի համար, այլ ընդհանրապես։ Եվ այսօր ես տեսեք, ես 70 տարի հայ ժողովուրդը գտնվելով սովետական միության կազմում, չէ՞, ասենք այդ գաղափարական այդ կապանքների մեջ, ասենք աղապանքների մեջ իրական մեր պատմությունը չեն գրել, իրական պատմությունը ստեղծվել է Սփյուռքում, որ ազատ են եղել։ Եվ այսօրվա ես որ հարյուրավոր կուսակցություններ, կազմակերպություններ, քաղաքական ուժեր եւ այլն, որոնք մեծ մասը ես համարում եմ, ասենք այդ օտար մի պետության բանը կողմից ստեղծված, մեծ մասը այդպես է, ինչ են այդ ժողովուրդը ծերի խառնված, որովհետեւ մի ընդհանուր պատմություն մենք չունենք։ Ռուսական այդ սովետական կարգերի սսեմ փլուզումից հետո անմիջապես դեռ չէր ձևավորվել այդ պատմությունը, մեր ազգային ինստիտուտները եւ հենց այդ պատմության պակասն է մեզ պատճառ գտնում, որ այսօր մեր ժողովուրդը կան ապակենտրոն, չգիտեմ, այսպես խառնված, մի ընդհանուր արժեքների շուրջ չկա, էլի որ համախմբվեն։ Այդ պատմության, իրական պատմության բացակայության հետևանք է մեզ գտնում, դից եմ համարում եմ, եւ հուսով եմ, որ մեր իրական պատմությունը, որ չի գրվել, արգելվել է, այդ պատմագրության, ասենք այդ պատմության գրքերի հրապարակմամբ, մեր ժողովուրդը արդեն կգա, ոնց ասած, իր ազգային շահերի ինքնաճանաչման եւ չի սպասարկի օտար ճշնամի պետության։ Մեր պատմության ինստիտուտները, բոլորը ենթարկվել են Մոսկվային եւ միջև հիմա շատերը ենթարկվել են։ Բնականաբար այդ մարդիկ մեր իսկական պատմությունը չէին գրել, գրելու են մի ձևի պատմություն, որոնք ծառայում են կայսրության շահերին։ Այս այդ փորձել եմ այդ բանը այդ գրքից նախաբանում գրել։ Կարամ շատ խոսանք, շատ ցիտատներ կարամ բերեն, պատմությունը ոնց են արժևորել, բայց ուզում եմ իմ բառերով ասեմ այսօրվա իրավիճակից ելնելով ներկայացնել։ Ասենք այսօրվա այս խառը, չգիտեմ, էլ այդպես քաոսային հասարակության քաոսային վիճակը, նայում ես մեկ ես ասում, մեկ են ասում։ Մի կուսակցություն չգիտես, էլ որին հավատա, ժողովուրդը որի հետևից գնա։ Որովհետև պատմություն չունենք, ասենք որ պատմություն ունենք, որ իմանանք 1917-21 թվականին մեր ճշնամիները գոնե իմանանք ճանաչենք մեր ճշնամիներին, այլ բարեկամներին թողան, որ իմանանք Թուրք, Ադրբեջանը, մեր Ռուսաստանն է, մեր առաջի 3 կարևոր ամենավտանգավոր ճշնամիները եւ ամենավտանգավոր Ռուսաստանը, որ դրանց արդյունքում է, որ այսօր մեր հայրենիք են կորցրել, դրանց քաղաքականության դրանց առանձնա, եւ այս գրքերում կա, ես հիմա այսօրվա իրադարձությունները նայում եմ այս պրիզմայով, այս 17-21 թվականի պրիզմայով, որ համարյա նույնությամբ կրկնվում է։ Եվ երբ մարդիկ իմանան այս պատմությունը, արդեն կհասկանան պարզ, եթե իհարկե այդ մարդը կոնկրետ չի ստորագրել, որպես ծառայի օտարին, այս մարդիկ կան էլի, որ չեն ստորագրել, ու մարդը կապ չունի, փող ստացել, փող ստանում, եւ շարունակ ծառայում է մինչև այսօր։ Իր համար հայրենիքը Ռուսաստանն է, Մոսկվան է։ Եվ մարդը ունա կապ չունի, յան ազգանն է, թե չէ։ Բայց երբ այդ մարդը պատմությունը կարդան, խոսքը այդ ոչ agent, ասենք, այդ մարդկանց հայերի մասին է։ Այն մարդիկ, որ իսկապես, ասենք, իրանց միտքը տրտորված է, բան չգիտեմ, ինչ պատճառով, ասենք, նույն ինչ որ մարդ կա հերոստատոսյան ինչ որ մի ալիք է լսում, այդ մարդիկ այդ քարոզն է լսում, ասում է այսպես է։ Բայց իրական պատմությունը եթե կարդա, տենա որ ռուսը մեր գլխին ինչ արել այդ ժամանակ, հենց այդ ժամանակ, նույնությամբ կրկնվում է։ Համարյա չի տարբեր չի, ես ուրել եմ ասում։ Այնքան նմանություն կա, որ սարսափելի է։ Ասենք վայր դու այդ նույն շրջանի պատմությունն է, սա, ես էլ ցինիկ է, դանդիլը։ Եվ նույնությամբ կրկնվում է։ Այդ եթե մարդիկ կարողան կարդան, այս ուզենան կարդան, տենալով այդ նույնությունը, թե ռուսը ինչ արել, հետո ոնց արել, այդ բոլշևիկները այսօր մի 100 կուսակցության մեջ են։ Այն ժամանակ ուղղակի պարզ էր, կային հայ բոլշևիկներ, որոնց համար հայրենիքը Ռուսաստանն է։ Իրանք իրաց pedagogical դեմ էին կրկնում։
Կարսը հանձնեցին, հետո Վայոց ձոր, հետո Երևան, բոլոր տեղերը։ Երբ որ հայերը համախմբված լինեն, ոչ մի ռուսական բանակ չէ կարող Հայաստանը գրավել սովետականացնել, հետո սուտ է ասում են բանը։ Երբ որ իրանց բանակի կեսը հայեր են, գրվում են Հայաստանի դեմ։ Ոնց է պատկերացնում, ոնց կարող են։ Հարյուրներ չէ, հազարներով հայեր մտել են Կարմիր բանակի շարքերում, գրվել են հայկական պետականության դեմ։ Այսինքն Նժդեի մեծությունը ո՞րն է, Նժդեի մեծությունը։ Ամենաշատ որ սպանել է, ասենք որտեղ ռուսը մտնում էր, բանը միանում էին դրան հայերը։ Ու ընդդեմ իրաց պետության։ Բայց Նժդեի ժամանակ հազարներով ավելի մեծ թիվ ասեմ, բայց հազարներով կոտորվել են մեր օկուպանտ Զավթիչ ռուսական Կարմիր բանակը Զանգեզուրի այդ լեռներում զոհերում, քանի որ Նժդեը կարացել է այդ մարդկանց հայերին համոզի, որ սա մեծ թշնամի է։ Իզուր չի ասել, արտաքին թշնամուց մի վախեցեք ներքին Այո, թշնամուց։ ներքինը արդեն ռուսը մեզ համար ներքին թշնամի է։ Քանի որ այնքան հայեր են, որ ռուսական ուղեղով էլի, դրանց սարսափելի բան է, դրանց հետ խոսած։ Մեր պատմությունը շատ հին է։ Հուսանք բոլորը ճիշտ պատմությունը կներկայացնեն ու սերունդներին կունենան փոխանցելու ճիշտ պատմությունը, կլինի խաղաղություն։ Աստված որ ձեր ցանկությունը բարեմաղթանքներ իրագործվեն, ունենանք անկախ, իսկականից անկախ, հայկական Հայաստան ունենանք, ինքնիշխան, ազատ, նպատակս դա է, ասենք երևի ես գործով զբաղվում եմ, նաև այդ նպատակին ծառայում եմ, դե ինչքան ինչ արժեք ունի, չգիտեմ, այդ երևի ընթերցողը մարդիկ են, բայց փորձել եմ իմ ուժերի համապատասխան այս աշխատանքը։ Կարծում եմ մեր մարզը կարևորագույն դեր է, չի խաղում ընդհանուր պետության մեջ։ Շատ կարևոր, տեսեք, ուրեմն այստեղ նախապանում այստեղ մի բան գրել եմ, ասեմ, միջև այդ որ կարդում ես, ասենք հիմա է դասագրքերը net չի որ պատմական դասագրքերը կարդացեք, Վայոց ձորում բազմաթիվ կռիվներ է եղել, մեծ կռիվներ, փոքր կռիվներ մի խոսքով։ Net չի որ Վայոց ձորը մենք նվեր ենք ստացել։ Վայոց ձորը կարար կորեր, ասենք ոնց որ Հյուսային Արցախը բանը, որ Գետաշենի շրջանը ձեր մերձակա ասենք Գանձակի հատավայրերը չեմ ասում անը Արցախը կամ Նախիջևանը, Սուրմալուն, դրանք ինչի համար են կորցրել։ Net չի որ ուղղակի ստեղ Սյունիքում, Վայոց ձորում երևի ժողովուրդ ավելի մարտունակալ, ավելի այդտեղվելու ցանկություն շատ ամենից, չգիտեմ, էլի իրանց երկիրը պահելով։ Այս Վայոց ձորը մեր ուժերով է մնացել։ Ոչ թե դրսի ուժեր են եկել Վայոց ձորը պաշտպանել թշնամուց Երևանից, այլ մեր ուժերով։ Հրամանատարը Գորիսեցի է եղել։ Կարող է հետո մի երկու հրամանատար դրսից եկել են, բայց հիմնական զինվորները մերոնք են եղել, նույնիսկ ավելին։ Մերոնք գնացել են նույնիսկ շարուրն են ազատագրել։ Սյունիքը, Զանգեզուրը գնացել է բանը 20 թվին որ բանը Արցախի ապստամբությունը պարտվեց, դրոյի ջոկատին հազարավոր սյունեցիներ, զանգեզուրցիներ միացած գնացին եւ փրկեցին Արցախը, ազատագրեցին, փրկեցին իհարկե կարճանը։ Նույնիսկ հին շրջանում, ասենք հին ժամանակ կարող է հիմա թվերը սխալվեն, բայց Սյունիքի զորաճոկատը, որ բերում էին բանը թագավորը երբ որ կանչում էր ընդհանուր կռվի, սյունեցիները ամենամեծ զորաբանակն են բերել, թագավորի տրամադրության տակ բերել մի քանի անգամ, շատ կամ նույնիսկ ավելի մեծականակ ժողովուրդ ունեցող, ասենք տարոն, վասպուրական, չգիտեմ, երևի մեր այդ ժողովուրդների այդ ավանդույթը պահպանվել է։ Հուսանք մեր Վայոց ձորցիները այդպես էլ անկոտրում կմնան։ Այո, հուսանք։ Շնորհակալ ենք շատ ձեզանից, սպասենք ձեր առաջիկա գրքերի։ Խնդրեմ, ասել եմ շնորհակալ այս առիթի համար, որ ձեռնեցիք ներկայացնելու աշխատանքները, շնորհակալ։ Դες գործին հաջողություն ցանկանում։ Շնորհակալություն, դեպի նույնպես։